Այսօր մենք հասել ենք Թուլոն, Ֆրանսիայում քաղաք է, փոքրիկ ու այս նավը չի մոտենալու ցամաքին, որպեսզի մենք դուրս կանք պետքա փոքրիկ այս նավակներից մեկով գնանք դուրս։ Հələ որ նավի բուֆետում ենք։ Այս երևի փոքր այսպես նավակներ կլինեն այնտեղ տեսնում եք, որով մարդկանց կտեղափոխեն դեպի քաղաք։ Սենց դուրս եկանք նավից, Ֆրանսիայի այս քաղաքն ենք գնալու։ Մեզ ասեցին, որ պետքա փոքրիկ նավակներով տանեն, բայց իրականում դուրս եկան, որ մենք սենց միանգամից դուրս եկանք ցամաք։ Մասել ենք ուզում գնալ, բայց չգիտենք կստացվի թե չէ։ Եկանք, ստեղ բոթեր կային, այդ բոթերով պիտի գնանք մենք, այստեղ, պատրաստ սպասում էր այդ բոթը։ Բոթը նստանք, հիմա շարժվելու է։ Թուլոնը Ֆրանսիայի երկրորդ խոշորագույն նավահանգիստն է, գտնվում է Նիցայի և Մարսելի միջև, Մարսելից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորության վրա։ Այս քաղաքը ռազմածովային նավահանգիստ է դարձել 15-րդ դարի վերջին և այդ ժամանակվանից ի վեր կարևոր դեր է խաղացել միջերկրական ծովում ֆրանսիական ռազմածովային արշավանքներում։ Այսօր Թուլոն քաղաքը խոշոր ռազմական կենտրոն է, որը հիմնականում ծառայում է որպես ֆրանսիական նավատորմի գլխավոր բազա, որտեղ տեղակայված է նրա նավատորմի մեծ մասը։ Այստեղ է գտնվում նաև Շարլ դե Գոլ ավիակիրը։ Այս նավի նկարը ես առանձին տեղադրեմ, դուք կտեսնեք, ինձ թվում է մենք այդ նավի կողքով անցանք։ Այստեղի ռազմածովային զինանոցը ներառում է միջուկային հարձակողական սուզանավեր և այլ տիպի ռազմական ու քաղաքացիական նավեր։ Եվ ամենակարևոր նավը այստեղի երևի ֆրանսիական դրոշակակիր Շարլ դե Գոլն է, որը ԱՄՆ ռազմածովային ուժերից դուրս աշխարհում միակ միջուկային շարժիչով ավիակիրն է համարվում։ Այս քաղաքի անունը սերտորեն կապվում է Նապոլեոն Բոնապարտի հետ, երբ նա 1793 թվականին պաշարեց Թուլոնը 4 օրվա ընթացքում։ Այստեղ Նապոլեոն Բոնապարտը հայտնի դարձավ և ստացավ գեներալի կոչումը։ Նավակներ կան հələ նայեք մեկը մեկից։ Այն նա տիպ եմ, բայց ոնց են ջոգում ամեկ իր նավը։ Այս քաղաքն է։ Պաստորեն եկանք այս նավով, նավակով փոքրիկ դեպի այս քաղաքը։ Թուլոն։ Ուբերով տաքսի վերցնել գնալ Մարսել։ Այստեղ Ուբերը բռնում է փաստորեն։ 200 քանի դոլար ասեցին։ Հիմա Թուլոն քաղաքում ենք։ Այդ քաղաքի փողոցներում։ Հետևս էլ այդ նավերն են ու այս գնացքը։ Մենք մեր հայերի փոքրիկ խմբով որոշեցինք տաքսի վերցնել և գնալ Մարսել քաղաքը։ Սիրում փողոցը։ Հələ որ դեն չի անում։ Մանուշ արի։ Արի։ Տաքսի են կանգնացել, հիմա չգիտենք որտեղ է կանգնելու, դրա համար մեկս են կողմում ենք, մյուսս են կողմում, մինչև սպասում ենք գա։ Հայերով հավաքվել ենք, հիմա պետքա Ուբեր ենք վերցրել, հիմա պետքա նստենք այդ Ուբերը ու գնանք Մարսել։ Տաքսի ենք նստել, բոլորով, գնում ենք Մարսել։ Գնում ենք Մարսել, մեքենայի միջից եմ նկարում, գրեթե հասել ենք արդեն քաղաքին,
Մնացածը Մարսելի վիդեոները առանձին կլինեն, իսկ Թուլուն քաղաքի վիդեոները միասին ես առանձին կտեղադրեմ, որովհետև Մարսելից հետո մենք նորից վերադարձանք Թուլուն քաղաքը եւ բավականին լավ ժամանակ անցկացրինք։ Թուլունում ենք, եկանք, որտեղից ասա։ Մարսելից եկանք, մեքենան բերեց Թուլուն կանգնացրեց, հիմա մի քիչ ուզում ենք Թուլունի փողոցներում անցանք։ Ես տեղ գտա։ Ինձ սիրուն արձան գտա։ Ինձ անստավների հանդեպ անտարբեր չեմ։ Հենց տեսնում եմ։ Այս արձանները ֆրանսիացի հայտնի դերասաններ են, կարտ են խաղում, սրանք կատակերգության ժանրի դերասաններ են, իրենց արձաններն են։ Նենց լավ փողոց ա փոքր։ Այս փողոցով հիմա քայլելու ենք։ Ինչ հավեսին փողոց ա։ Ինչ հավես ա։ Հələ վերևի լապտերները նայի։ Սիրուն քաղաք ա Թուլունը։ Արի սենց փողոց մի քիչ ման գանք էլի։ Զգանք այս փողոցի շունչը։ Ես սիրում եմ այս իրանց փողոցներով քայլելը։ Մինչև չեմ քայլում իրանց փողոցներով, ես չեմ զգում քաղաքը։ Ավտոբուսով ուր ուզում են ինձ տանեն, ինչ ուզում են ցույց տան։ Միևնույնն է, երբ որ ես ինքնուրույն ես թափառում եմ իրանց փողոցներով։ Այ պատկերացրեք լեզ, տեսեք էս։ Գեղեցկությունը նայեք։ Այս հետաքրքիր դարպասները նայեք։ Մենք հիմա անցնում ենք գլոբուսի հրապարակի մոտով, այս մասը գլոբուսի տեղը առաջ եղել է շատրվան, հիմա գլոբուս են դարձել։ Մուզեում կա, մուզեում հա։ Ինչ է։ Ինչքան հիշում եմ, կարդացել եմ, այստեղ փոքր լուսանկարչական թանգարան է, լուսանկարչության տուն, որտեղ ժամանակավոր եւ մշտական ցուցադրության լուսանկարչական աշխատանքներ կան։ Մարդիկ կարող են այցելել այս թանգարանը։ Սա էլ իրանց Ալժիրի փողոցն է, որը հետաքրքիր ծաղիկներով դեկորացիա ունի, երբեմն նաև այս ծաղիկներին փոխարինում են նաև ցիթեռնիկները։ Քանի որ քաղաքը ի սկզբանե եղել է հիմնականում զինվորական քաղաք, ժամանակին այստեղ մարմնավաճառներ են շատ եղել։ Բայց հիմա քաղաքը ավելի մաքուր է, ավելի տուրիստական ինքը քաղաք է համարվում։ Տեսեք, մարդիկ շատ հաճույքով զբոսնում են, վայելում են քաղաքի առօրյան։ Գժանոց է այս։ Մենք Թուլուն եկանք, շատ սիրուն քաղաք է, շատ տիպիկ ֆրանսիական Որ քաղաքը էսիր։ Թուլուն։ Թուլոն, Ֆրանսիայի Թուլոն։ Շատ սիրուն է։ Հատկները մենք նստանք, 10 եվրո էին արժեքը, ասեց մի ժամ կտևի։ Merci de votre attention et bonne visite. Thank you for your attention and enjoy your visit. Nous sommes sur le port de Toulon, face à la petite Rade. We are on the port of Toulon, facing the inner harbor. C'est là que tout a commencé, il y a plus de 2000 ans. This is where it all began, over 2000 years ago. Dans l'Antiquité, ce site servait de lieu de mouillage sécurisé aux marins grecs fondateurs de Marseille. In ancient times, this site was used as a safe anchorage by the Greek sailors who founded Marseille.
Au bord du quai, face à la mer, at the edge of the quay, facing the sea. Le génie de la navigation is the spirit of navigation. Cette statue en bronze rend hommage aux grands marins et explorateurs. Նավարկության հանճարը կոչվող արձանն է, առաջին անգամ 1801 թվականին կառուցվել է, այն ավիրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հետագայում վերականգնվել է եւ պարտորեն կանգնած է ստեղ ու նայում է ծովին։ Ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1942 թվականին բավականին վնասվել է այս Թուլում քաղաքը։ Այն քաղաքը լրիվ ռմբակոծվել է 43 թվականին եւ քաղաքի մեծ մասը ավիրվել է այդ ժամանակ։ Իսկ քամու աղմուկը ահավոր խանգարում է, դրա համար ես ստիպված եմ երաժշտություն դնել, դուք ընդհանուր կնայեք, եթե հետաքրքիր է Թուլում քաղաքը արդեն այս փոքրիկ շոգենավի միջից, երբ որ ես նկարում եմ, առանց երաժշտության անհնարին է լսել, որտեղ քամին ահավոր խանգարում։ Թուլունը մեծապես տուժեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, քաղաքի կենտրոնում գտնվող բազմաթիվ պատմական շենքեր ավիրվեցին մարտերի եւ ռմբակոծության հետևանքով։ 1793 թվականին դեկտեմբերին Նապոլեոնը այն ժամանակ դեռ երիտասարդ էր եւ քիչ հայտնի սպա էր, նա պաշարեց եւ գրավեց Թուլում քաղաքը եւ դրանից հետո ստացավ գեներալի կոչումը։ Սա նշանավորեց նրա արագ եւ փայլուն կարիերայի սկիզբը ու Թուլուն անունը դարձավ թևավոր խոսք, երբ որ ինչ-որ մեկը կտրուկ մի քանի օրում մեծ հաջողությունների է հասնում, ասում են սա իմ Թուլումն է։ Առաջին բնակիչները, որոնք բնակություն հաստատեցին Թուլոնում, դրանք փյունիկեցիներն էին։ Դեռևս մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում նրանք սովորեցին ծովային խխունջներից հատուկ մանուշակագույն ներկանյութ ստանալ։ Դա թագավորների սիրելի գույնն էր։ Թուլոնում եղել է նույնիսկ հատուկ մանուշակագույն ներկարարական գործարան։ Եվ ընդհանրապես այդ գույնը, ներկը, մանուշակագույն ներկը թագավորների սիրելի գույնն է եղել եւ Թուլոնում դա շատ հայտնի ներկանյութ է եղել։ Մենք հիմա անցնում ենք իրենց ստադիոնի մոտով, հայտնի ստադիոն է, որտեղ խաղեր են անցկացնում, այ հիմա դուք տեսնում եք այդ գնդակը, գնդակի արձանը։ Թուլոնը հայտնի է նաև իր լողափներով, հանրային լողափներով, մենք հիմա գնում ենք դեպի ծովափնյա այդ մասը Թուլոնի։ Ամբողջական sense պատտվելով մի պտույտ տալուց հետո Թուլոնից մենք հիմա հետ ենք վերադառնում համարյա նույն ճանապարհով, այստեղ ինչ որ ամրոց կա, ամրոց թանգարան է, որտեղ կարելի է նաև մտնել, բայց ժամանակի պատճառով մենք այդ հնարավորությունը իհարկե չունենք, բայց տեսեք մեքենաներ կա, պարկինգ կա, մարդիկ կարող են մտնել, երևի թանգարան ամրոց է։ Այս էլ զինվորական ամբողջ պատ է,
երևի ներսը զինվորական պահեստա կամ զինվորական օբյեկտներ են, վրան նկարներ են, որովհետև historic պատմական պատես է, պատմական ամրոցի մի մասն է համարվում, տեսնում եք այս նկարները, բայց ներսը կարծում եմ, որ չի կարելի մտնել, որտեղ շատ ռազմական օբյեկտներ վերահսկվում էին խիստ ձևով։ Այս էլ հաջորդ վագոնի գնացքն է, որը արդեն հետ է վերադառնում, հիմա դուք տեսնում եք ճանապարհին, այս գնացքի մասին է խոսքը, այս ձևի գնացքի մեջ էինք մենք, որը մեզ ամբողջ Թուլոնը տարավ, մանտվեց, պտտացրեց եւ ընթացքում էլ պատմում էր Թուլոնի պատմական վայրերի մասին, այն օբյեկտների մասին, որոնց կողքով մենք անցնում էինք։ Հիմա նորից եկանք մենք Թուլոնի ստադիոնը, այս ռեգբի իրենց գնդակն է։ Ճանապարհին շատ թուրքական ռեստորաններ հանդիպեց, Իստանբուլ ռեստորանը տեսակ։ Հիմա մի քիչ հետո որ անցնենք, նորից մեկ ուրիշը կար քյաբաբ էր անունը կարծեմ, հիմա կտեսնենք։ Բավականին շատ թուրքական օբյեկտներ կար այստեղ, հավանաբար թուրքախոսները շատ են կամ թուրքերը շատ են, դրա համար հեսա քեբաբ ռեստորանը։ Քաղաքը ուներ իր հրապարակը, իր օպերային թատրոնը, շատ գեղեցիկ օպերային թատրոնի շենք ուներ, որը չստացվեց չնկարեցի, բայց հետո ես նկարներում տեսա, որ կողքով անցել էինք։ Approximativement à hauteur de l'actuelle mairie. One of the city's entrance gates was located approximately where the town hall is now. The square clock tower. Observez bien la grosse cloche au sommet du camp. Choisissez votre prochain départ sur notre flyer. Along the Bar Coast or in the Verdon, choose your next departure on our flyer. Մենք ավարտեցինք մեր այս փոքրիկ տուրը, գնացք մեքենայով ու հիմա նույն ճանապարհով, նույն ձևով վերադառնում ենք դեպի նավ, նորից էլի փոքրիկ նավ ենք նստում, որովհետև այլ ճանապարհ չկա գնալու, նավահանգստից այս փոքրիկ նավը նստեցինք, որը մեզ տեղափոխում է դեպի Կարնիվալ նավի մոտ։ Ու էլի ամբողջ ճանապարհին նույն ռազմածովային նավատորմին պատկանող նավերն էին։ Մի հետաքրքիր փաստ Թուլոնի նավահանգստի մասին ևս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը գրավեց Ֆրանսիայի հարավային մասը։ Այնուհետև ֆրանսիական ռազմածովային սպաները որոշեցին խորտակել իրենց սեփական նավատորմը Թուլոնում։ Սա տեղի ունեցավ 1942 թվականի նոյեմբերի 27-ին։ Նրանք դա արեցին, որպեսզի գերմանական բանակը չկարողանա օգտագործել նավերը։ Քաղաքը ռմբակոծվեց թշնամիների կողմից 1943 թվականին եւ նավահանգստի մեծ մասը ավիրվեց։ Այս էլ մեր կարնիվալի նավը արդեն երևում է, մոտեցանք նավին, հեսա պատրաստվում ենք